Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ես կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Մայր Հայաստան կուսակցությունից Երվանդ Բոզոյանը, բարև ձեզ պարոն Բոզոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, մենք այսօր ավելի շատ կենտրոնանալու ենք սոցիալ-տնտեսական հարցերի վրա, բայց մեկ-երկու հարց ինչու է որոշել դրա մասին խոսել, որովհետեւ մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու եւ այսօր շատ այսպես թիրախավորված են քրդերը, գիտեք որ Սիրիայում ինչ է տեղի ունեցում, մենք մեր հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել եք, անդրադարձել եք այս թեմային եւ ասում եք այս հարցում, որտեղ շահերի բախում գոյություն ունի Սիրիայի տարածքում ընդհանրապես քրդական հարցի հետ կապված Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ եւ այստեղ որ մենք կարող ենք որոշակի համագործակցության եզրեր գտնել Իսրայելի հետ, համենայն դեպս պարզ է որ Թուրքիան այստեղ բոլորովին ուրիշ նկարտումներ ունի եւ ինչ են տեսնում որ հաջողեց լքված են քրդերը, գիտեք որ այնտեղ 4-5 բանտեր կային, որտեղ իդիլի անդամներն էին բանտված, հիմա 3 ողջ օրը 3 քանի օր հետևում եմ թե ինչ է տեղի ունենում, 3 նորից խոսում են նրա մասին, որ քրդական ուժերը փորձել են մի քանի ժամ դիմադրել, բայց հետ են քաշվել եւ շատ ման վիճակի մեջ են հայտնվել, մի քանի անգամ դիմել են, գիտեք որ այնտեղ շարունակում են մնալ ամերիկյան բազաները, դիմել են իրենց օգնության ու աջակցության, որևէ օգնություն աջակցություն չի եղել, այսինքն հիմա քրդերը ամբողջությամբ լքված եւ միայնակ են, մի կողմից Թուրքիան է հարձակվում, մյուս կողմից Սիրիան եւ արաբները, թուրքերը շատ հաջող կարողացան արաբների ձեռքով այդ հարցը լուծեն, իհարկե սա այն մեծ պարգևավճարն է, որ իրանք հիմա պիտի ստանան ներկայիս Սիրիայի իշխանություններից, որովհետեւ Թուրքիան էր օգնեց, որ տապալեցին Ասադին եւ այս ուժերին բերեցին իշխանության եւ այսօր ստանում է իր մեծ պարգևավճարը, դա իրեն տալիս է այդ հնարավորություն առաջին հերթին իրեն տալիս է Միացյալ Նահանգները, Թրամփը եւ իրենք այդ հարցը փորձում են քրդերի հարցը փորձում են փակել, բայց փակելով հանդերձ նաեւ իհարկե այս հարցը այնպես չի որ նոր խնդիրներ առաջ չի բերելու, բանտերից դուրս են գալու իդիլի ներկայացուցիչները, ասեմ որ նաեւ այստեղ շատ հետաքրքիր վերլուծություններ եւ քննադատություն կար, երբ որ ժամանակին Ասադին ասում էին որ որոշակի կարգավիճակ դուր ավելի բարձր կարգավիճակ պետք է տալ քրդերին, փորձել համագործակցության եզրեր գտնել, ինքը կատեգորիկ մերժում էր, նույնը նաեւ քրդերի մասին են ասում որ պետք է գտնեիք եւ իրենք մերժում են եւ եթե այն ժամանակ ասում են դուք դեմ եք նրան որ ինչ որ որոշակի ճնշումներ կար, որոշակի իրավունքներ կար, կարող եք գուցե այն բանտերում հայտնվել, բայց հիմա այդպիսի քննարկում չկա, ուղղակի ձեզ գլխատում են բարեզբուն իմաստով ցեղասպանության եզրին են կանգնած հերթական անգամ քուրդ եւ եզդի ժողովուրդը, հատկապես քրդերը, բայց նաեւ եզդիները եւս։ Ահա այսպեսին են թուրքերը, ես ասեմ որ իմ ողջ Գերդաստանը ցեղասպանությանը ենթարկվել քրդերի ձեռքով, գիտեք որ Արևմտյան Հայաստանում նաեւ այդ հրեշավոր գործողությունները թուրքերն արել են նաեւ իրենց շների այդ պարագայում քրդերի ձեռքով, կյանքը այսպիսի բան է բումերանգ է, բայց հիմա մենք դրա մասին չէ որ պիտի խոսենք, հետաքրքիր է սա ինչու համար ասեցի, որ գերտերությունները նաեւ կարող են լքել, կարող են միայնակ թողնել, միշտ պետք է խելոք լինել, դիվանագետ լինել, հասկանալ քո շահը եւ դիմացինի շահը, բայց մենք տեսնում ենք, որ առայժմ իր դիվանագիտությամբ, ինչքան էլ ասենք, որ թվում է թե նախնադարից է, հետամնաց է, այնուամենայնիվ դիվանագիտությամբ շատ-շատերին գերազանցում է Թուրքիան, հատկապես Էրդողանը իր պետական բան sense կա, ինչ ասեմ, այդ մարդը փաստորեն իր պետության համար շատ պետական մարդ է եւ իսկապես Թուրքիայի համար մեծ բաներ է եւ տեսեք ինչպիսի ճկունություն կարողանում է ցույց տալ որ իբրև թե ինքը Պաղեստինի բարեկամն է, Գազայի ժողովրդի բարեկամն է, այնտեղ ցեղասպանում իբր Իսրայելի դեմ, բայց Իսրայելի հետ փայլուն համագործակցում է, տապալում է Ասադին, հետո ոնց է կարողանում բանի հետ Ռուսաստանի հետ երկար այս բանի փուլում սանկցիաների տակ կարողանում է տնտեսական մեծ գումարներ վաստակել են քիչ երկրներից էր որ կարողացավ եւ Ուկրաինային զենք անօթաչուներ վաճառել եւ նավթ ու գազը կարողանալ եւ ուրիշ հարցերում Ռուսաստանի հետ համագործակցել եւ նաեւ Թրամփին էլ այնպես համոզել դիվանագիտորեն որ այսօր հետ է քաշել եւ թույլ է տալիս որ ուղակի ջնջեն քրդերին այդ հատվածից եւ նաեւ իր սահմանից ահա այսպիսին են քրդերը թուրքերը Թուրքիան նախկինը չէ Թուրքիան եթե նախկինում թուրքերը միայն ցեղասպանում եւ փրթում են այսօր նաեւ մենք տեսնում ենք որ բանը պետականության բանն է նստած իրենց վրա նաեւ իրենք դիվանագիտություն եւ այնպես
պես եւ այնպես առաջվա Թուրքիան չի։ Ուղղակի երբ որ այսպես դուք պատկերացնում եք այսպես գայլի երախա մտած, հիմա մեր այս տգետ փողոցից եկած բոմժերը ինչ որ փորձում են իրենց արևին շուստրի փոբան, ինչ որ բանակցություններ ու գործեր վարել Թուրքիայի հետ եւ Էրդողանի հետ։ Կարճ անդրադառնանք այս թեմային եւ անցնենք մյուս թեմաներին։ Կարճ անդրադառնանք, տեսեք, թվում է թե Սիրիան շատ հեռու է Հայաստանից եւ Սիրիայում կապված այդ գործընթացները կարող են մեզ ուղղակիորեն չհազդել մեր վրա, բայց իրականում մենք պետք է բոլորս էլ հասկանանք, որ ցանկացած ռեգիոն, որը մոտ է մեր երկրին, ցանկացած այդ ռեգիոնի որոշակի գործողություն անուղղակի ազդում է մեր վրա եւ հետագայում արդեն ուղղակի է ազդելու։ Նույնը կարելի ասել Իրանի դեպքերի մասին, նույնը կարելի ասել Սիրիայի դեպքերի մասին։ Տեսեք, ես միշտ նշում եի, միգուցե շատերը չէին հասկանում, որ կոնկրետ Սիրիան ինքը բազմաց երկիր է, այնտեղ բացի արաբներից, արաբ-սյունի արաբներից, այնտեղ ապրում են նաև ալավիները, որոնք ավելի շուտ շիայական կրոնի մոտ արաբալեզու ժողովուրդ են, ապրում են մոտավորապես 10% քրիստոնյաներ, այդ նաև հայեր, ասորիներ, նաև արաբ քրիստոնյաներ մեծ մասը, ապրում են նաև դրուզներ եւ ապրում են նաև քրդեր, այսինքն դա բազմազգ երկիր է եւ տրամաբանական կլներ, որ այդ բազմազգ երկիրը Իրան իր բնույթով լիներ ավելի շուտ ֆեդերալ տիպի երկիր, որպեսզի ազգային փոքրամասնների շահերը հարգվեն, ինչի, որովհետեւ հատկապես արևելքում, երբ որ բազմազգ երկիր է, բազմազգ երկիր, երբ որ տիտղոսային ժողովուրդը շատ մեծ տոկոս չի կազմում, այդ պարագայում, երբ որ ինքը դաշնային չի, այսինքն ապակենտրոն բնույթ չի ունենում, սովորաբար այդ կենտրոնական իշխանությունը սկսում է ճնշել փոքրամասնություններին։ Այդ տրամաբանությունը արևելքում կա, միգուցե Եվրոպայում դա չկա, բայց արևելքում դա կա։ Դրա համար էլ օրինակ ասենք նույն Իսրայելը իր շահերից են դնելով, ասում էր, որ ճիշտ կլինի, որ Սիրիան լինի ավելի ապակենտրոն երկիր, որտեղ հաշվի առնեն ազգային փոքրամասնների շահերը։ Ինքը դա ինչ էր ասում, որտեղ հասկանում էր, որ եթե Սիրիան դառնա ուժեղ կենտրոնացված կենտրոնական երկիր, կենտրոնական իշխանություն ուժեղ երկիր, ապա ինքը դնում է Թուրքիայի ազդեցության տակ, իսկ իր համար Թուրքիան վտանգավոր երկիր է։ Նույնը կարելի ասել մեր համար։ Պարզապես իսրայելցիները ուշադիր հետևում են process-ին։ Մենք sense կրավորական կողքից նայում ենք, մեզ թվում է դա հերոյ է իրականում, բայց ուղղակիորեն մեր վրա էլ ազդելու, որտեղ եթե այնտեղ ուժեղացավ կենտրոնական իշխանությունը Թուրքիայի տիրապետության տակ, ապա Թուրքիան ունենալու է մեկ պրոքսի պետություն, ցանկացած պայ այդ պրոքսի պետությանը կարող օգտագործի Հունաստանի դեմ, Հայաստանի դեմ, վաղը մյուս օրը, այսօր չէ, բայց վաղը մյուս օրը կլինի։ Եվ ինչքան այնտեղ լինի ապակենտրոն իշխանություն, այնքան դա շահավետ կլինի Հայաստանի համար։ Եվ այդ իմաստով քրդերի պաշտպանությունը օբյեկտիվորեն նաև մեր պետության շահերի մեջ մտնում է, ինչպես նաև դա շահավետ է նաև Իսրայելի։ Ասեմ, որ այս պայծությամբ նաև նույնիսկ Իրանին է շահավետ, որ այնտեղ լինի ապակենտրոն իշխանություն, որովհետև կենտրոնացված իշխանությունը օբյեկտիվորեն Իրանիները վնաս տալու։ Եվ ոչ միայն Իրանի, մի բան ասեմ, որ այս վերջի կոնֆլիկտի արդյունքում ամենավտանգավոր բանը եղավ այն, որ այդ կոնֆլիկտի արդյունքում այդ բանտերը, որտեղ կային այդ ԻԼԻՊ-ի գործիչները, ըստ այդ բանտերը, եթե դրանք հայտնվում են այսօրվա կենտրոնական իշխանության ազդեցության տակ, ապա այնտեղ այդ մարդիկ կարող են դուրս գան բանտից, ես չեմ բացառում, որ չեն բանի։ Կենտրոնական բանտերը արդեն դուրս են եկել, եւ ինչ է սպասում, եւ ըստ էության կարող է մի հատ նոր իրավիճակ առաջանա, եւ այդ մարդկանց Սիրիայի այսօրվա իշխանությունը կարող է ներգրավի իր մեջ, որովհետեւ այսօրվա Սիրիայի ղեկավարը Արշան ինքը նախքին այդ Ջաբհաթ Նուսրայի ներկայացուցիչն է եղել, որը շատ մոտ է եղել այդ ԻԼԻՊ-ի նշանակն, այսինքն իրանք էությամբ շատ նման են իրար։ Երկուսն էլ Սյունի են, երկուսն էլ բան են, պարզապես ԻԼԻՊ-ի ներկայացուցիչները մեծ խալիֆատի կողմնակից էին, Աշարան պարզապես Սիրիայի մակարդակ, բայց իրանց բնույթով, բանով, իրանք նույն ժողովրդի շահեր ներկայացնող մարդիկ են։ Եվ այդ իմաստով ես չեմ բացառում, որ Սիրիան նորից դառնա ահաբեկչական նոր օջախ։ Եվ այդ իմաստով կարող է լուրջ վտանգ սպառնել այդ նաև հայերին, որոնք ապրում են Սիրիայում, որ լինելու է իմիջիալոց սրա մասին խոսեցին կարևոր բաների, բայց նաև մեկ այլ կարևոր բան, գիտեք, որ հայ ժողովուրդը իր ուժը նաև կանում էր, ինչու մենք շատ մի քանի անգամ խոսել ենք սրա մասին, որ ինչու նաև թիրախավորվեց հայ առաքելական եկեղեցին, ասում ենք, որ դա շատ կոնկրետ Թուրքիայի կողմից հրանգավորված բան է, ինչի համար, որովհետև սա նաև այն բացառիկ կառույցն է հայ առաքելական եկեղեցին, որը համաշխարհային կառույց է, այսինքն համաշխարհային մեծ
ազդեցություն ունեցի եւ երկրորդ բանը եթե մենք նկատում ենք թե ինչ է տեղի ունենում հիմա մեր Սփյուռքի հետ դուք տեսեք ինչ է տեղում հիմա վտանգված է Իրանի վիճակը այնտեղ ահռելի ազդեցիկ Սփյուռք ունենք տեսեք Սիրիայում ինչ է կատարում մեր Սփյուռքը այնտեղից դուրս եկավ Իրաքի մեր Սփյուռքը դուք տեսեք Լիբանանից ինչքան են փախչում այսինքն նաեւ մեզ այդ առումով են հատկապես այն երկրներում որտեղ բացառիկ դեր եւ ազդեցություն է ունեցել մեր Սփյուռքը ոնց են մաշում եւ ոնց են այսպես չեզոքացնում մեր Սփյուռքը այդտեղ էլ ենք մենք թուլանում շատ ասեմ սեպտեմբերին երբ որ Էրդողանը հանդիպում էր Տրամպի հետ Էրդողանը փորձում էր Տրամպի հետ քաղաքական առևտրի մեջ ցույց տալ որ Թուրքիայի դերը ինչքան է մեծացել տարածաշրջանում եւ այդ մեծացման մեջ ինքը փորձում էր հիմնավորել Տրամպին որ ինքը ունի մեծ ազդեցություն Սիրիայի վրա ունի արդեն Կովկասի վրա, Ադրբեջանի վրա, այդ թվում նշում էր Հայաստանին, որ մենք արդեն Հայաստանն էլ է մեր գրպանում արդեն, եւ ինչեր դա ինքը ասում։ Դա նշում էր, որպեսզի Տրամպից կորզեր որոշակի դիվիդենդներ, ասել որ քանի որ այս տարածաշրջանում ես ուզեմ, ուրեմն իմ հետ պետք է դու հաշվի նստես, իմ պետք է դու բանը F-35-ներ վաճառես եւ այլն, բայց ինչն է հետաքրքիր, որ թուրքական վերլուծաբանները, երբ որ վերլուծում էին այդ հանդիպումը նշում էին, որ ամերիկացիները նշում էին, որ ճիշտ է, դուք արդեն ունեք ազդեցություն Հայաստանում, Սիրիայում եւ այլն, բայց դա մեզ այդքան էլ հետաքրքիր չի, մեր հետաքրքրությունները այլ տեղերում են։ Ու ասեմ ձեզ, որ կոնկրետ հայկական եւ հունական, այսպես ասած, համայնքները շատ լոբիստական շատ ակտիվ աշխատում էին, որ հանգարց Տրամպը, այսպես ասած, բանանի Էրդողանի հետ ինչ-որ կոմպրոմիսների չգնա, այսինքն կարելի ասել, այս իշխանությունը ֆունդամենտալ ջախջախել է ոչ միայն հայկական Սփյուռքը, այս Սփյուռքի հնարավորությունները, այլ ինքը ոչնչացրել է Հայաստանի իմիջը։ Ես ուղղակի ուզում եմ, որ մեր ժողովուրդը իմանա դրա մասին։ Այսինքն մենք հիմա խոսում ենք տարբեր տիպի բաների մասին, ընդ 18 թվականից հետո բան կենցաղային մակարդակի խոսակցությունը, բայց այս իշխանությունը ֆունդամենտալ է ոչնչացրել մեր պետության իմիջը, ոչնչացրել է մինչև վերջ։ Եվ այս իշխանությանը փոխելուց հետո մենք դեռ երկար ժամանակ ունենք որպեսզի կարողանանք հարգանքը վերականգնենք մի էլեմենտար հարգանքը ուժ ա տվել դուք խոսեցիք դրա մասին բայց նաև ինչքան ուժ ա տվել Ադրբեջանին եւ հատկապես Թուրքիային որտեվ եթե այդպես գնում ասում է ես այս հարց լուծողն եմ առաջին հերթին անգամ հրապարակային չհայտարարեց ասեց այդ պատերազմի հաղթած պատերազմն է չէ այսինքն այս դիվիդենդները նաև հայերն են մեծ այս դաստա տվել Էրդողանի ձեռքը որ այսօր նաև հիմա Ամերիկայի հետ ձեռքի տված նաև քրդերի հասնի։ Պարզապես ասեմ դες մի խազա մնացել, որ մեր խնդիրները ֆունդամենտալ շատ ավելի ծանր վիճակով գնան։ Եվ չմոռանանք պարոն Բոզյան, եւ նաև դա տալով, ինչպես մեր խոսքում նշեցինք, ոնց է ոչնչացնում մեր Սփյուռքը։ Ոնց են ավիրում մեր Սփյուռքը։ Եկեղեցու դեմ պայքարը, Սփյուռքի դեմ պայքարը, եկեղեցու դեմ պայքարը նույն կոնցեպտի մեջ միակ այսինքն Էրդողանի կողմից այդ պատվերն է Փաշինյանին, որպեսզի Փաշինյանը կարողանա ոչնչացնել հայկական ամեն ինչ, որպեսզի ըստ էության ավելի հեշտ Հայաստանը որպես սպոյլեր երկիր վերցնի իր տակ, այսինքն ինքը պրոքսի երկիր է սարքում, դու ինչպես որ Սիրիան։ Սիրիան այսօր Թուրքիայի համար պրոքսի երկիր է, չէ՞ դարձել, բայց չի կարողանում դառնալ, չէ՞, ինչ է, խանգարում են քրդերը, ալավիները, դրուզները։ Հիմա հարցերը, տեսեք, հիմա չի լուծել, բայց փորձում է լուծի։ Հարցերը փրթում են։ Տեսեք, Անժելա ջան, մի բան է, որ փորձում է, մի բան է արդեն ավարտել է։ Պրոցես է, այդ պրոցեսի մեջ կարող է ավարտի, կարող է չավարտի։ Դիմադրում է Իսրայելը այնտեղ։ Դիմադրում է ինչ-որ ձևի անուղղակի այս պահի դրությամբ ալավիտների, քրիստոնյաների հարցերը կարելի ասել հիմնականում, չասենք մասամբ, հիմնականում լուծված է եւ ժամ տեսնում ենք, որ քրդերը ուղղակի այնտեղ զիջում են եւ դուրս են գալիս եւ առավոտի 3 արդեն ասեցի իրականում այդքան հեշտ չի այդ խնդիրները լուծել, որովհետեւ իսկապես որպեսի կենտրոնական իշխանությունը պինդ լինի, ինքը պետք է ունենա միասնական բանակ, ինքը պետք է ունենա հեղինակություն, ինքը օրինակ չունի վերահսկողություն դրուզների շրջանում։ Օրինակ քրդերը Չէ, մենք թուրքերի մասին ենք խոսում, չենք ասում սիրիական իշխանությունը կարողանա ամբողջությամբ ձեռքը հարցը նրան է, որ այդ տարածքում այդ իմիջիայլոց այդ քրդերը վերահսկում են ամենահարուստ այդ պաշարներն ունեցող այդ տարածքները, որտեղ թուրքերն եկել են։ Նավթով հարուստ։ Այո, ամենաբան պաշարն։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, հիմա դա process է, process-ի մեջ պայքար է գնում։ Կարող է այսօր իրանց հաջողվի, կարող է վաղը այսօր Իսրայելին հաջողվի, կարող է վաղը այսօր, չգիտեմ, այս պայքարը մենք պետք է հասկանանք, որ
այտենց չի որ ինք ամբողջովին գրավել են Հայաստանը։ Իրանք փորձում են որ մաքսիմալ վերցնեն, իրանք մաքսիմալ խնդիրները կարողացան են լուծել, Արցախի հարցը լուծել են, բանի հարցը լուծել են, Զանգեզուրի ճանապարհի խնդիրը պրակտիկորեն լուծել են։ Հիմա իրանք ուզում են ամբողջ Հայաստանը վերցնեն, բայց այտենց չի որ իրանք արդեն կարող են վերցնեն։ Դա կախված է մեր ժողովրդից, մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք պետք է կարողանանք իսկապես պահպանենք մեզ, որտեղ մեզ պահպանելով մենք փաստացի պահպանում ենք մեր պետականությունը, իսկ մեր պետականությունը դա միակ երաշխիքն է, որ մեզ չվռնդեն այս տարածքից։ Դա միակ երաշխիքն է մնացել։ Եթե մենք չկորցնենք այս պետականությունը, իսկ պետականությունը կկորցնենք, եթե այս քաղաքականությունը շարունակվի։ Տեսեք, այս եկեղեցու դեմ պայքարը այդ նույն տրամաբանության մեջ է։ Մենք որպեսզի կարողանանք ապրենք այս տարածաշրջանում, մենք պետք է իսկապես պահպանենք մեր պետականությունը, պահպանենք մեր եկեղեցին, որպեսզի մենք կարողանանք բարիդրացիական հարաբերություններ հաստատենք մեր հարևանների հետ, այդ թվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի, իրանք պետք է տեսնեն, որ մենք ունենք ուժեղ դաշնակից։ Եթե հիմա այդ դաշնակիցը էրոզիա է ենթարկում, այդ վերջնական իրանց նպատակը, որ ստեղ այդ դաշնակցին вообще հանել Հայաստանից, եթե այդ դաշնակիցն էլ վերջնականապես վերանա, ապա մենք որ դառնանք անպաշտպան, էլ ոչինչ չի մնալու մեզ ասելու, որ արդեն ժամանակն եկել է բանը Երևան վագոն Վաշինգտոն կամ Փարիզ։ Բայց տեսեք, այս ստրիկայի իշխանությունը այս Միջանցքի հարցը ոնց է ներկայացնում, իբրև թե դիվանագիտական մեծ հաջողություն, չգիտեմ ինչ, բայց ըստ էության տեսեք, շատ փոքր մեջբերում եմ անում, այս Միջանցքը Հայաստանին իսկ մեծ հաշվով նաև ԱՄՆ-ին ոչինչ չի տալու, Վարդան Օսկանյանի խոսքերն են։ Սրա մեջ միակ շահագրգռվածները Ադրբեջանն ու Թուրքիան են, 26%-ը այն ողորմելի կրճոնն է, որ կտայի նույնիսկ բարձարձակ համր բանակցողին, այսինքն եթե մեր կողմը ոչինչ էր չաներ գնար նստեր Հայաստանը շահագրգիռ կողմներ, պարզ է, բայց ինչ արեցին Նիկոլը, եւ նաեւ հետաքրքիր էր Զատուլինի խոսքը ասելով, որ խոսքը Ադրբեջանի եւ Թուրքիային հարակից հատվածների մասին է։ Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանին ներքաշել այս աշխատանքի մեջ, որովհետեւ հետո կարողանա ամենուրեք պնդել, որ Ռուսաստանը ներգրաված է, կոպիտ ասած, մեղքը բարթել Ռուսաստանի վրա։ Մոտավորապես նույնն է, ինչ պատահեց մեր խաղաղապահ զորախմբի հետ, որը սկզբում հրավիրվեց Լեռնային Ղարաբաղ, ապա գործնականում անտեսվեց։ Մենք պարզապես պետք է հասկանանք, որ Փաշինյանը չի գործում մեր շահերից ելնելով։ Նա խաղադրույք է կատարում Արևմուտքի դաշինքի եւ բարեկամության վրա Թուրքիայի հետ։ Նրա առաջարկները պետք է բազմիցս վերլուծվել, համոզվելու համար, որ թաքնված օրակարգ չկա։ Հիմա տեսեք, պարոն Բոզյանը բնականաբար կասի ամեն ինչ հասկանալի է, բայց պարոն Բոզյան, ես ձեզ վստահեցնում եմ, հիմա եթե մենք գնանք արցախցիների հետ հանդիպենք, առնվազն 3-րդը կամ 4-րդը կասի, ռուսները այստեղ ինչ որ բան արեցին, բայց պարզել էս օրինակով էլ ասում է, տեսեք, այս Միջանցքի հետ կապված ինքը ծախել է, ինքը տվել է ադրբեջանցիներին ու թուրքերին, իբր թե բանի Ամերիկայի խավորությամբ այդ մասն ասում մենք բան առումով անվտանգության առումով երաշխիքներ չեն տալիս։ Մի հատ էլ ընդեղից կողքից Ռուսաստանին է կանչում, որ հետո ինչ որ մի բանի ասի, տեսա՞ք ոնց որ Արցախում ասեց։ Ես ոչ չէի, ռուսներն էին, տեսա՞ք, ռուսներն էին։ Մենք հիմա ինչի մասն է խոսքը, տեսեք։ Խոսում է, խոսքը դրա մասին է, որ իրենք շատ լավ են աշխատում ժողովրդի վրա, շատ լավ մոլորեցնում են, խաբում են, սրիկայություն են անում, Արցախի հարցը բարթեցին, դրեցին ռուսների գրպանը, հիմա էլ մեր տարածքը տվել են, այս Միջանցքը տվել են, եկեք գնանք փողոցում հարցնենք։ Ոչ մեկ ոչ այդ բան ունի, ափսոսանք ունի, ոչ այդ ցավն ունի, ոչ այդ գիտակցումն ունի, որ մեր տարածքից մեծ հատված տվել են եւ օգտվելու է Ադրբեջանի եւ թուրք ժողովուրդը։ Մեզանից էլ հող ու տարածք են տարել եւ շրջափակվելու է։ Ես ընդունում եմ ձեր որդովմունքը, բայց հիմա իրականությունը դա է, հիմա Բայց չեն բացատրում է ժողովրդին լավ։ Հետո դուք եք միշտ ասում, չենք բացատրում։ Մենք եթե դու հիշում ես, մենք միշտ այդ բանը բացատրել ենք, մեր թիմը միշտ բացատրել է, բայց մի թիմով հնարավոր չի, որ ամբողջ ժողովուրդը դա հասկանա եւ բանալի։ Պետք է սա քաղաքական դաշտը այդ գործով զբաղվեր։ Ցավոք սրտի մեր քաղաքական դաշտը пассив է եղել այդ իմաստով, արդյունքում իշխանական քարոշչամենքն նորմալ ակտիվ աշխատել է, գնացել է։ Հիմա մենք պետք է կարողանանք այս իրավիճակից կարողանանք դուրս գալ։ Դա էլ շատ բարդ խնդիր է, որովհետեւ sense ձևակերպեմ էլի այն process-ները կամ որոշակի process-ներ, որոնք անվերադարձ process-ներ են, կամ process-ներ, որ հնարավոր է հետ վերադարձնել։ Այդ ամեն ինչը սա պետք է գույքագրել եւ հասկանալ, թե ինչից կարանք մենք սկսենք, ուր կարանք գնանք, բայց մի բան կարող եմ ասել, որ մենք պետք է ձևավորենք իսկապես այլընտրանքային մի հատ մեծ ուժեղ քաղաքական կենտրոն, որը կարողանա մեր ժողովրդին ներկայացնել այնպիսի կառուցողական ծրագիր, որով մարդիկ տեսնեն, թե ոնց կարելի է մարդկանց կենսամակարդակը բարձրացնել, ոնց կարելի է սոցիալական վիճակը բարձրացնել, ոնց կարելի է Հայաստանի անվտանգության խնդիրները ապահովել։ Տեսեք, առանց այս իշխանության փոփոխության
ոչ մի բան հնարավոր չի անել։ Ավելին կարամ ասեմ, եթե այս իշխանությունը վերարտադրվեց այս տարվա հունիսին, ես ասեմ ձեզ, որ ուղղակի ժամացույցը կմիանա, Հայաստանի կործանման ժամացույցը կմիանա, դա միանշանակ եմ ասում, ինչպես որ միացավ Արցախի կործանման ժամացույցը։ Ճիշտ եք ասում, ժամը։ Միանշանակ եմ ասում։ Կհետևեք։ Հիշեք, այս մարդը ինչ էր ասում։ Այս մարդը ասում էր, որ 200 բերելու եմ գերիներին։ 5 տարի հետո։ Բացի դրանից, այս մարդը որ ասում էր, թե ես գալիս եմ բերում եմ խաղաղություն, խափեց։ Այս մարդը ասում էր, Արցախի հարցը պետքա լուծվի հանրակրվեի ճանապարհով, խափեց։ Այս մարդը ասում էր, Արցախի հարցը պետքա լուծվի Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների համատեղ, այսպես շով մորան հիմա նույնիսկ Արցախ տերմինը չեն օգտագործում սրանք։ Հիմա նույն բանը ինքը օգտագործում է Հայաստանի մասով։ Այսինքն նույնիսկ այն մարդիկ, որոնք քաղաքականությունից հեռու են, միայն այն փաստը, որ իրանք տեսնում են այս մարդու խաբեբայության ամբողջ էությունը, արդեն մարդը պետք է հասկանա, որ այս մարդուն չի կարելի վստահել։ Եթե մարդը մի հարցում, երկու հարցում, 5 հարցում խաբել է, 6-րդ, 7-րդում կխաբի ու կխաբի։ Այլ խնդիր է, որ մեր ժողովուրդը ուզում է տեսնել այլընտրանք, իրական այլընտրանք, սոցիալական, տնտեսական, ազգային անվտանգության, քաղաքական զարգացման, մարդիկ ուզում են նորմալ երկիր դառնալ, որը Հայաստանը բոլոր հնարավորությունները այդ շանսը ունի։ Ես ինչ եմ դա ասում, տեսեք, ես մի օրինակ ասեմ, որ դուք պատկերացրեք, նույնիսկ այս վիճակով, տեսեք Ադրբեջանը ինչ հարուստ երկիր է։ Ադրբեջանը նավթով հարուստ երկիր է։ Ադրբեջանը ըստ էության հիմա ճանապարհ է բացել, որ այն ռուսական գազի ու նավթի տեղը ինքն է արդեն եվրոպական մի շարք երկրներ արդեն գազով կա վճռում։ Նույնիսկ արդեն մտել է Ավստրիայի եւ Գերմանիայի շուկա, որը ավանդաբար միշտ ռուսական գազն ու նավթը իրանք էին գնում, չէ՞, կոպիտ ասած։ Հիմա տեսեք, բայց նույնիսկ այդ պայմաններում հիմա բացեք պաշտոնական IMF-ի թվերը կտեսնեք, որ Հայաստանի ցուցանիշները բանը հնայի մեկ շնչի վրա, այսինքն մեր ժողովուրդը իր կենսամակարդակով մոտարապես 10%-ով ավելի բարձր է, քան Ադրբեջանի ժողովուրդը։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, դա ինչ է ցույց տալիս, որ նույնիսկ այս անբարենպաստ պայմանների պարագայում մեր վիճակը ավելի բարվոք է սոցիալ-տնտեսական, քան Ադրբեջանինը։ Այսինքն ինչ եմ ասում, մենք շատ ավելի մեծ պոտենցիալ ունենք զարգանալու։ Ես մի օրինակ բերեմ, պատկերացնենք, մենք համատենք Վրաստանի հետ, որտեղ Վրաստանը մեր հետ համարժեք պետություն է, չէ՞։ Ասենք այնտեղ էլ է, այնտեղ էլ չկա ավտորիտար սուլթանական ռեժիմի ինչպես որ Ադրբեջանում է, չէ՞։ Այնտեղ էլ նենց կիսով չափ դեմոկրատական, ինչպես որ մեր մոտ է կիսով չափ դեմոկրատական։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, նույն ժողովուրդն է, նույն հարևան երկրներն են։ Հիմա այս թվերը ուզում եմ ուղղակի մեր ժողովուրդը բացենք, տեսնենք պաշտոնական թվերի մասին է խոսքը։ Նախ էս իրենց խայտարակ ստերը, որ մենք բարձրացրել ենք թոշակը, հետո 3 էր Ալեն ասես լավ ենք անում, այդպիսի պարգևավճարներ 20,000 է, չգիտեմ 3 միլիարդ է, ինչը լավ ենք անում, ստացել ենք, ավելին ասես պիտի ստանանք այդ ամենը։ Ես ուզում եմ, որ դուք հիմա կարդաք, պաշտոնական թվերը նայեք, պաշտոնական թվերը Հայաստանի թվերն եմ ուզում եմ, որ դուք նայեք, պաշտոնական, որը Վոլդեմետր կայքում է դրած, որը IMF-ի կողմից արձանագրված 27.86 միլիարդ, բանը մեկ շնչի վրա գալիս է $8,900, չէ՞, նայեք տեսեք, մեկ շնչի վրա։ Չէ, 8,000 չի։ Հա, այստեղ եք ասում, հա։ Տեսեք, ահա։ $8,969, հա, $8,069 անցյալ տարի բանը տնտեսականացը կազմում 4.8%։ Սա Հայաստանի թվերն է։ Հիմա վերցնում ենք Վրաստանը։ Հիմա կարդում ենք Վրաստանը։ Վրաստանը 37 միլիարդ դոլար, 37, մերը 27, իրանց մոտ 37 միլիարդ դոլար։ Իրանց մոտ 10,126 մեծ խոսում է։ 10,126 ասում է լավ ենք անում, երկիրը զարգացել է, դե ստանանք այդքան պարգևավճար։ 7.2 Մեր մոտ 4.8, իրանց մոտ 7.2։ Մի հատ միջանկյալ հարց տամ էլի, պարոն Բոզյան։ Հիմա շարունակեմ, մի րոպե կներեք, էլի, հիմա կներեք, էլի, հիմա sense մի բան։ Հիմա ես ուզում եմ հաշվի, մեր ժողովուրդը ուզում է որ հաշվի։ Ուրեմն իրանց մոտ 7.2 է տնտեսական աճը, մեր մոտ 4.8։ Այ, ներողություն, 7.2 բաժանած 4 եւ 8։ 50%-ով ավելի տնտեսական բարձր աճ ունի, քան մենք։ Ուղիղ 50%-ով, տեսեք, այսինքն Վրաստանի տնտեսությունը 50%-ով ավելի արագ է աճում, քան Հայաստանը։ Դա այն Վրաստանը, որի հետ արևմուտքը պատերազմ հրահարեց, այն Վրաստանը, որտեղ մեծ խժդժություններ առաջացրեց, այնտեղ այն Վրաստանը, որտեղ ընդդիմությանը մաքսիմալ մոտարապես հսկայական մոտարապես կարծեմ 120 թե 130 միլիոն դոլար փող էին տվել, որպեսզի փողոցում այդ անկարգությունները արվեր, որպեսզի Վրաստանի իշխանությունը փոխվեր։ Այն Վրաստանը, որին պրակտիկորեն ամբողջ արևմուտքը բոյկոտ
մոտ է հայտարարել, այդ Վրաստանի տնտեսական աճը 50% է կազմում։ Իսկ այն Հայաստանը, որին արևմուտքը գուրգուրում է, բոլոր բռնաճնշումների աչքը փակում է, մարդկանց բանտեր են գցում, եկեղեցականներին բանտեր են գցում, մեծահարուստներին, լրագրողներին բանտեր են գցում, ոչ մի բան չկա, ոչ մի խոսք չկա արևմուտքի կողմից, այդ Հայաստանի տնտեսական աճը փաստացի 50% ավելի պակաս է, քան Վրաստանինը։ Հիմա ասենք առաջ, Վրաստանի համախառն ներքին արդյունքի 1 շնչի վրա ինչքան է կազմում։ Հիմա տեսնենք այդ թիվը նայենք, կներեք։ Վրաստանը կազմեց $10,126, չէ՞։ Հայաստանում կազմում է դե պաշտոնական $8,969։ Հիմա $10,126-ը բաժանում եմ $8,969-ի։ Ահա։ Այսինքն փաստացի Վրաստանի կենսամակարդակով Վրաստանի քաղաքացին, Վրաստանի ժողովուրդը մոտ արապես 15-20%-ով ավելի լավ է ապրում, ավելի բարեկեցիկ եւ այս իշխանությունների շնորհիվ եւ ուրա հասցրել Նիկոլայս երկիրը։ Հիմա տեսեք, այնտեղ կա մի քանի նաեւ բաղադրիչներ, որտեղ փաստացի դա միջին ստատիստիկ եկամտի մասին է խոսքը։ Բայց հիմա տեսեք, Հայաստանում մարդկանց քանակը, որը բարձր աշխատավարձ են ստանում, չէ, հիմնականում դա ֆինանսական ոլորտն է, IT ոլորտն է, չէ, որը շատ բարձր է աշխատավարձները, համեմատված Վրաստանի IT ոլորտի եւ բանկային ոլորտի, շատ ավելի բարձր է Հայաստանում։ Եվ ճիշտ հակառակը, միջին քաղաքացին, միջին բանվորը, միջին ուսուցիչը, միջին բժիշկը, որ աշխատում է պետական հիմնարկներում, ասենց ասեմ դες նույնիսկ համարյա գրեթե 2 անգամ ավելի ցածր աշխատավարձ հասկանում թե միջին Վրաստանի քաղաքացին։ Այսինքն, տեսեք, ռայոններում մարդկանց միջին աշխատավարձը կազմում է պետական հիմնարկներով աշխատեն 100-150 հազար դրամ, նույնիսկ մասնավոր հիմնարկներում 100-150 հազար դրամ։ Հասկանում եք ի՞նչն է խնդիրը։ Այսինքն, բայց պաշտոնական տվյալներով Հայաստանի միջին աշխատավարձը կազմում է մոտավորապես $850։ $850 դա միջին աշխատավարձը, դուք հասկանում եք, չէ՞, $850 աշխատավարձ ռայոններում ընդհանրապես մարդ չկա, որ տենց աշխատավարձ ստանա։ Չկա ուղղակի տենց մարդ, հասկանում եք ի՞նչն է հարցը։ Այսինքն, ուզում ասեմ, մեր այդ թվերը, որ միջինացված են, եւ Վրաստանի թվերը միջինացված են, նույնպես չնայած իրանց մոտ ավելի մոտ 15-20% ավելի բարձր է, միևնույնն է, իրանց մոտ ավելի բաշխվածությունը, ավելի դիֆերենցիացիան ավելի թույլ է, քան մեր մոտ։ Ինչու՞, որովհետեւ Վրաստանը կարողացել է լուրջ մակարդակի այնց ոլորտներ զարգացնել տնտեսության, որտեղ մարդը դրանից շահում է։ Օրինակ մեր մոտ այդ շահումով խաղերի ոլորտն է զարգացած, շատ մեծ դեր է կատարում։ Մեր մոտ շինարարությունն է զարգացած, որը հասկանալի է։ Շատ մեծ դեր է գործանման առումով էլ։ Ներդրումների մակարդակով խայտառակ վիճակ։ Տեսեք Վրաստանում մենակ Էմիրատները մենակ $6 միլիարդ ներդրում են բանանում Գոնյո քաղաքում, իրանց այդ Սևծովում այդ Բաթումի կողքը մի հատ քաղաք է, Գոնյո փոքրիկը, Գոնյո քաղաքում եւ Թբիլիսի արձանագրած բանը ռայոններից մեկում $6 միլիարդ։ Ես էլ չասեմ, որ չինացիների ներդրումները ուղղակի աներևակայելի մեծ են եւ Չինաստանը այնտեղ անակ լաբահանգիստ է կառուցում Վրաստանի համար եւ այն ճանապարհաշինության մեջ այն ներդրումը, որ ունեն չինացիները, պարզապես հրաշք զարմանալի է։ Այն քաղաքացիները, որ գնում են հանգստանալու Վրաստանի ծովափնյա քաղաքները, ուղղակի նախանձից, չգիտեմ, բարի նախանձից միգուցե կամ պետքա բարի նախանձներ, ոչ թե ուրիշ նախանձ, այդ բարի նախանձով են բանանում, որ տեսեք ինչ մակարդակի ճանապարհներ են սարքել։ Իրանք փաստացի սարերի տակով, սավերի միջոցով թունելներ են սարքել։ Գիտեք, քանի թունել են սարքել։ Իրար ցենց երկկողմանի մակարդակի մոտարապես ես sense ձևակերպեմ, գրեթե մոտարապես 60-ից ավել թունել են սարքել։ 60-ից ավել։ Հասկանում եք։ Մի քանի տարվա ընթացքում։ Լավ, այս ընդ որում sense ուղղակի այդ լոգիստիկան կառուցվածքը հիմա էլ մի հատ ուրիշ ճանապարհ են սարքում, որ ընդհանրապես Գյումրիով դեպի Ջավախկով միանգամից ուղիղ գնում ես Բաթում, Ախացխայով գնում ես միանգամից Բաթում, այդ ճանապարհներն են հիմա սարքում, մոտավորապես 1 կամ 2 տարվա մեջ այդ ճանապարհները արդեն պատրաստ կլինի։ Այդ երկիրը զարգանում է, որովհետև այդ երկիրը
տրամաբանությամբ հազար։ Դուք ասեցիք շինարարական ոլորտում իբր շինարարության մեջ ինչ որ զարգացում կա, բայց այն ինչ որ ջան բան է բնական շինության մեջ է եւ մի քանի այսպես հատվածներ են կենտրոնում, sense կենտրոնացած, բայց դուք պատկերացնում եք, ասենք 10 տարի հետո, 5 տարի հետո ինչ խնդրի առջև են կանգնում, երբ որ դուք գնում եք եվրոպական երկրներ, ասենք sense խիտ կառուցված, հիմա ասենք այս դեբիլներին որ հարցնես, այս դեբիլները ԿՊԱ-ական կասեն ամբողջ աշխարհում այ անասուններ, քանի հազար մետրոյա տակը պատատում այդ քաղաքների։ Ոնց է այսօր դուք հասկանում եք, որ վաղը այս շենքերը, այդ ջրային բաները, չգիտեմ, այդ վաղը այս շենքերը որ սկսեն բնակեցվել, ի՞նչ ա լինելու այս քաղաքը, ի՞նչ աղետի, ի՞նչ կոլապս ա լինելու։ Մեր քաղաքացիները տեսնում են, թե տեսեք բնականաշինությանը զուգահեռ պետքա բիզնես շինարարություն լինի։ Դա շատ կարևոր է, որտեղ բնականները հասկանալի է, բայց եթե բիզնեսի ենթակառուցվածքներ չկան, դա նշանակում է գործազրկության խնդրեմ չի լուծվի։ Նշանակում է այդ մարդը կամ այդ բնականները պետքա մեկ պարտ գնի, ասենք, որ ապրում է Ֆրանսիայում կամ Ռուսաստանում, որ մի քանի բնականան գնի, կամ այդ այստեղի ժողովուրդը ոնց կարա բնականան գնի, եթե ինքը չունի աշխատանք։ Դա շատ կարևոր խնդիր է։ Հիմա տեսեք, թե Վրաստանում քաղաքները սնկի պես արտադրություններ են, տեսեք օրինակ քանի հյուրանոցներ են սարքել, ասենք, չգիտեմ, Կոբուլեցիում, բանում, Գոնյայում, նույն Գոնյայում, նույն Բաթումիում, անչափ քանակի մեծ քանակի, նույն Ախացխան, որ вообще հերոյա ծովից, որ ասում են թե բան, որ գնում ես տեսնում ես ու շշտում ես արդեն այդ հյուրանոցների քանակը, որ այդ հյուրանոցները անեց մոբիլ են սարքել, տեսակ, ասես մի բան էլ ասեմ դες, նաև փոքր բիզնեսի շահագրգռվածությունը մինչև $200,000 շրջանառություն ունեցող ֆիրմաները ընդհանրապես 1% են տալիս։ Պատկերացրեք, այնտեղ ուրեմն օրինակ մարդը, որ բնականորեն պետք է վարձով տա, չէ՞, ինքը բնականը գիտեք ոնց է վարձով տալ, ինքը մի հատ ԱԶ է գրանցում, այդ ԱԶ-ով ինքը ԱԶ է գրանցում եւ ինքը ոչ թե հասարակ բնական վարձով է, այդ ԱԶ-ից ինքը նոր արդեն տալիս է բնակ բան, որպեսզի կարողանա 1% տա, այսինքն այնտեղ 1%-ը փոքր բիզնեսի համար, ուղղակի թռիչքային զարգացման բանը ապահովել, հետո արդեն կամացված, ընդ որում Վրաստանը լոգիստիկ իմաստով ավելի բարենպաստ պայմանավորված ծով ունի, Հայաստանը չունի, չէ՞, իրանց մոտ հարկերը զգալիորեն ավելի ցածր են, քան մեր մոտ, օրինակ բերեմ, որ դուք պատկերացնեք, օրինակ իրանց մոտ, մեր մոտ ավելացված արժեքի հարկը 20% է, իրանց մոտ 18% է, մեր մոտ շահութ հարկը 18% է, իրանց մոտ 17% է, բայց մի հարց եմ տալիս, իսկ ի՞նչն է խանգարում, որ մենք էլ ունենանք խելացի իշխանություն։ Մի բան, որովհետև սենց ասեմ ձեզ, մեր ժողովուրդը պետք է հասկանա, ունենա խելացի իշխանություն, ֆունդամենտալ կարա փոխի իրավիճակը, մարդիկ կարան նորմալ ապրեն։ Եթե դու չունես խելացի իշխանություն, չես կարա խելացի ձևով ապրես։ Ինչու է մեր երկրում շարունակում դեմագոգիան սուտը, այսպես ինչի է կարողանում 8 տարի շարունակ Նիկոլը կարողանում է, դա պրիմիտիվ բան, հիմա մենակ չարթար ասենք, մարդը ասեց ընտրություններից առաջ 2021 թվականին մարդը ասեց, որ 2 ամիս համբերեք գերիներին բերել եմ։ Հələ այդ են, որ ինքը տարածքները տվել է, անցնում է, տեսեք, անցնում է 5 տարի, ինքը բերում է եւ ինքը չի բերում, որևէ բան չկա, այնտեղ շատերը պնդում են, որ դա Թուրքիան է, որտեղ 2 ահաբեկիչներին ստացել է, հանձնում է, ներկայացնում է մեծ հաղթանակ եւ հարցին պատասխանեմ, կարող է պոպուլիստական չլինի այդ պատասխանած, բայց ես սենց ասեմ ձեզ։ Ուրեմն Բերտրան Ռասելը 50-ական թվականներին ասում էր, որ ընդհանրապես մարդկությանը, ժողովուրդներին ամենամեծ չարիքը ոչ պատերազմներն են, ոչ այսպես ասած սոցիալական պոպուլիզմն է, հա, ոչ էլ պատերազմներն է, ոչ էլ սովն է, ասում է տգիտությունն է, այդ տգիտությունը ծնում է ամեն ինչ, տգիտությունը ծնում է սով, տգիտությունը ծնում է պատերազմներ, տգիտությունը ծնում է այդ այսպես ասած բաներ, այդ է։ Մեր ժողովուրդը ցավոք սրտի եմ ասում, էլի, եթե պետք է հանուն արդարության պետք է խոստովանենք, որ տեսեք, Խորհրդային Միության ժամանակվա կրթական համակարգը համարվում էր աշխարհում լավագույններից մեկը։ Ռուբեն Բաբայանը տգետ չի, Հենրիկ Հովհաննիսյանը տգետ չի, Արա Խզմալյանը տգետ չի։ Ես ուզում եմ 1000 անուններ տա, որ մարդիկ տառաճանան չեն, բան ասացել, բայց այս մարդիկ բռնել են այս Տիրադավի, այս ստախոս սրիկայի ճանապարհը, գնացել են համագործակցում են իր հետ։ Ցավոք սրտի կարամ ասեմ, որ Խորհրդային Միության փլուզման Խորհրդային Միությունը ի՞նչ կապ ունի։ Խորհրդային Միության փլուզման արդյունքում մեր կրթական համակարգը ֆունդամենտալ հետ զարգացում ապրեց։ Շատ ֆունդամենտալ, ոչ միայն Հայաստան։ Սովետական միության ժամանակահատվածում կրթված երևելիները այսօր բռնել են այդ տականքի ձեռքը։ Խորհրդային միության ժամանակահատվածում ձևավորված մարդիկ։ Մի ասեք այդպես։ Մի գցեք մենակ իրաց։ Հենրիկ Հովհաննիսյանը երբ է կրթվել։ Հենրիկ Հովհաննիսյանը երբ է կրթվել։ Ես հիմա մի րոպե։ Խորհրդային միության ժամանակ ծնվեց Ղարաբաղյան շարժում։
խորհրդային միության ժամանակ Հարցը կանի էս մարդիկ խորհրդային միության առանձին մարդկանց անուններ ես տալիս։ Վախեցած վախվորած չի առանձին տալի։ Ամբողջ մտավորականությունը վախեցած վախվորած Ռազմիկ Դավոյան, Ալվարդ Պետրոսյան, Մերուժան Տեր-Գուլանյան անունը հանում ես, տակը բան չկա։ Հանելա ջան, բայց ծովի մեջ բայց այդ մարդիկ են չէ խորհրդային միությունից։ Բայց մի հատ համեմատության բանով տեսեք։ Ես ուզում եմ հասկանալ ստին ինչի է շարունակում հավատալ։ Վստահեցնում եմ ձեզ 26 թվականի ընտրությունից առաջ բլեֆների շարքա դնելու միջև հիմա ինք ինչ էր ասում էր դուք եք արել ժողովուրդ բերել եք այս հեղափոխությունը իշխանությունը ձերն է հավասարությունը լկտի նման կանգնում ալեն ասում է լավ ենք անում ես պետք է լավ ապրեմ պետք է այսքան միլիարդ էլ ստանամ լավ եմ անում կանգնում ժողովուրդը էլի sense բան եղած 26-ին ես վստահ եմ ես sense պետք է ժողովուրդը նորմալ աշխատել եւ ժողովուրդը եթե դու նորմալ աշխատես ժողովուրդը շատ էլ առողջ պատկերացում ունի եւ մեր կոնկրետ խափելա իրան խափելա ասելա սա խափելա 8 տարի խափում է իրանց խափը բոմժի տեղա դրել ասում է դու դեբիլ ես 10000 դրամ չգիտես ծախսել ահա այդ խափելը պայմանավորված է նույնիսկ կրթական ցածր ցենզով ասում է ես ձեր աշխատավարձը թոշ ասում է ձեր թոշակը բարձրացրել եմ հաշվար կարելի տալ ներկայացրել է 127 դրամով է բարձրացրել եմ ես ձեր թոշակը բարձրացրել եմ ինքը 3 միլիարդ տանում է իմիջիայլոց ձեր կուսակցությունը շատ լավ ներկայացրել է չգիտեմ եթե ունեք կարող եք ներկայացնել որ բանը 60-70 հազար թոշակառուի մեկ անգամյա տված իր թիմի պարգևավճար ախր գիտես ինչ այնքան ծիծաղելի է որ ուրեմն թոշակի բարձրացնելը 36000 դրամ մինիմալ թոշակը առաջարկել բանը բարձրացնելը մոտավորապես 25000-ից 36000 են սարքել բայց հələ տեսեք գները ոնց են թռեվերև հələ տեսեք դեղորակ ինչ թռելա վերև ուղղակի sense վիրավորական է տրանսպորտի գները այսինքն թոշակառուների վիճակը Հայաստան ուղղակի անտանելի վիճակի մեջ է կանգառների գները օթանավակայանի մեջ այդ խմար ավինաների գներ ես դրել կարմիր գծերի մասին ինչ են ասում մենք կարմիր գծերի գինը բարձրացնում ենք որպեսզի նորմալացնենք վիճակը որպեսզի մեքենաները շատ չկանգնեն նույն վիճակը մնացել է իրանք տարվա մեջ 2 միլիարդ դրամ հավաքագրել են իրանք ասում են հավաքագրում ենք որպեսզի այդ փողը դնենք զարգացման վրա կեսը այդ փողի տալել են պարգևավճար ուղիղ կեսը ժողովուրդ էս ուղակի իմանա այսինքն այս մարդիկ ժողովուրդ ջան ձեզ դնում են ապուշի տեղ որպեսզի ձեզանից կթեն այդ փողը իրանց մեջ այսպես ասած իրանց բանը աղքատությունը բանան են լուծեն իրանց գրպաններով եւ սա կոչվում է իրանց մոտ այսպես ասած այս ԿՊ-ի քաղաքացիական պայմանագրի քաղաքը սա իրականություն իմիջիայլոց արդեն պարոն Բոզյան ոնց եք բացատրում եթե ասեք նախքից այս մանիպուլյացիաներ բոլոր հարցերում բոլոր տիպի այդ տնտեսական զարգացումը սրանց մոտ 50% ավելի ցածր է քան Վրաստանում ներդրումների մասին ծիծաղելի է խոսքը ընդամենը այդտեղ լուրջ որևէ ներդրում չկա Վրաստանում որ այսքան բոյկոտի արևմուտքը այդքան բոյկոտների մեջ կողեց այդ երկիրը հսկայական ներդրումներ մենակ Էմիրատներից 6 միլիարդ դոլար 6 միլիարդ հələ պատկերացնում եք այդ ինչա նշանակում ես էլ չեմ ասում Չինաստանի ստրատեգիական այն ներդրումները որ հիմա այդ ծրագիրը որ հիմա աշխատում է իրանց համար դա ուղղակի մենք ունենք այդ պատմական շանսը ավելին կարամ ասեմ մեր թիմը զրուցել է իրանք ասում են գիտեք ինչ ասում են Ադրբեջանը եւ Վրաստանը ռազմավարական բան կնքեցին շինա մենք աշխատում ենք իրանց հետ դուք մինչև հիմա մեր հետ երկրորդական դերում էիք հիմա փաստեցին նոր ֆորմալ կնքել են Հայաստանի հետ բայց ձևական են կնքել որովհետեւ արդեն պարզապես ամոթ էր որ բանը Վրաստանն ու Ադրբեջանը արդեն բոլոր բաները պայմանագրերը կնքած եւ արդեն բոլոր ծրագրերը կան Հայաստանի հետ Չինաստանը որևէ լուրջ ծրագիր փաստացի չի աշխատացնում բայց Չինաստանը մեղք չի հիմա ես ասեմ թե Չինաստանի ինչ հնարավորություններ ունի Անժելա որ դուք պատկերացնեք 2025 թվականին Չինաստանը ունեցավ 1 տրիլիոն պրոֆիցիտ 1 տրիլիոն ինչի է ամերիկացիները կատաղած Չինաստանի վրա ինչի են Վենեսուելայի վրա հարձակվում ինչի է Իրանի հետ կապված խնդրեմ կա բան ինչն է այդ բանը ինչն է պատճառը դրա մի պատճառ կա որովհետև Միացյալ Նահանգների եւ բանի Չինաստանի այսպես ասած բանը առևտրային ձեռքբերումը կազմում մոտավորապես 200 միլիարդ դոլար Այսինքն Չինաստանը բոլոր պարագաներում մեծ հաջողություն ավելին կարամ ասեմ Չինաստանը տարի պրոֆիցիտով է ինքը փակում իր ջան եւ ինքը հիմնականում գնում էր այդ փողը դնում էր Միացյալ Նահանգների թանկարժեք թղթերի մեջ որպեսզի ասած ինքը համարում էր Միացյալ Նահանգների թանկարժեք թղթերը ամենակայունն էին
Հիմա իրանք հասկացել են, որ ինչի թղթերի մեջ դնենք, որտեղ այդ թղթերը մանրամասն որ տեսնում են, թե ինչ կոնֆլիկտ կա Ռուսաստանի հետ, ուզում են ռուսական այդ ակտիվները սարեսնեն, բան եւ այլն, իրանք արդեն դնում են ոսկու մեջ, արծաթի մեջ, եւ արդեն ոսկու արծաթի գինը թրել է։ Այսօրվա դրությամբ ոսկու գինը դրել է $4700, արծաթի գինը, որը անցյալ տարվա ապրիլին $29 էր, հիմա դրել է $95, հենց այսօրվա թվերով $95, դուք հասկանում եք, հիմա տեսեք, արծաթի ոսկի գները թռնում են վերև, դոլարը արժեզրկվում է, բայց ամերիկան եւ եվրոպական ընկերությունները տնտեսությունները չեն զարգանում։ Հատկապես եվրոպական տնտեսությունները հայտարարակ վիճակի մեջ են։ Չինաստանը 1 տրիլիոն պրոֆիտ ունի։ Հիմա Չինաստանը քաղաքական որոշում է կայացրել, որ այդ փողի մեծ մասը ինքը ներդնելու է այն երկրների վրա, որոնք կանգնած են, այսպես ասած, բանը մետաքսի ճանապարհի վրա, ինքան մեծ ծրագիր ունեն։ Այդ մեծ ծրագիր մետաքսի ճանապարհի վրա այդ թվում նաև կա Իրանը, կա Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը։ Իրանը պայմանագիր է կնքել մոտավորապես $400 միլիարդ, Ադրբեջանը պայմանագիր է կնքել մոտավորապես 10 քանի միլիարդ, Վրաստանը մոտավորապես $20 միլիարդ։ Ինքը ոչ մի պայմանագիր, սա նույնպես եմ կրկնում, ժողովուրդ ջան, ուզում եք լավ ապրեք։ Ռադարեք, սա խայտարակություն է, սա իշխանություն չի, սա ողբերգություն է։ Եթե դուք ուզում եք լավ ապրեք, անվտանգ ապրեք, սոցիալական բարվոք կյանքով ապրեք, փոխեք այս իշխանությունը, ամոթ է այս իշխանությունով ապրելը։ Դա ոչ միայն արժանապատվությունից ցածր է, այս պիսի իշխանություն ունենալ, այլ նաև վտանգավոր է այն իմաստով, որ դուք անվտանգության խնդիր կա, եւ վերջապես դուք հավերժորեն վատ եք ապրելու այս իշխանության պարագան, որովհետեւ այս իշխանությունը նաև անգրագետ է, տգետ է եւ անազնիվ է, շատ կարևոր է։ Իմիջիալոց Երևան, չնայած ես կարծում եմ, ես իրանց վերջնոց այսպիսի լկտիություն լավ են անում։ Որտեւ իրանց բոլոր արգումենտները սպառվել են։ Ասենք ինչի որտեւ Պապիկյանի պա մատա տալիս նա որովհետեւ քանի որ այս մարդիկ տեսեք, քանի որ այս մարդիկ արդեն պրավալ են տվել բոլոր իրանց ծրագրերը, տեսեք, իրանք ասում էին, թե մենք գալիս ենք օլիգարխիկ համակարգը վերացնենք։ Իրանք բոլորը դարձան օլիգարխներ։ Նախկինում ինչ մի հայտնի օլիգարխ կար։ Հիմա այդ օլիգարխը կա, նույնը մնացել է, չէ՞, Սամվել Ալեքսանյանը։ Ինքը այն ժամանակ էլ հիմա էլ կար։ Այն ժամանակ նախկին իշխանություններ պահում հիմա էլ էս իշխանությունն է պահում։ Փոխվել է, ոչ մի բան չի փոխվել, ավելի լկտիացել է, առաջացել են նոր օլիգարխներ, օլիգարխ, որը շահումով խաղերի մեջ հսկայական գումարներ է, տարեկան մինչև $10 միլիարդ շրջանառություն։ Այդպես բան նախկին իշխանությունում կար, չկար։ Այն նախկին իշխանությունը երևակայություն չունեին, որ կարելի է այս աստիճանի մարդկանց լկտի ձևով կեղեքել։ Ուղղակի պատկերացում չունեին, այս մարդիկ լկտիացել են մինչև վերջ։ Նույնիսկ այս իշխանության մեջ, նույնիսկ սա էլ են զգում, հիշում եք այդ շիշ բռնողը այդ Հայկ Սարգսյանը, չէ՞ կարծեմ։ Այդ կոնֆլիկտը ինչի մեջ էր, ինչի իրան վռնդեցին ցուցակից, որովհետև այդ անձնավորությունը ասում էր, որ մեծ հաշվով ինքն էլ էր հասկանում, ինտուիտիվ հասկանում էր, որ չի կարելի այս աստիճանի լկտի պահվածք ցուցաբերել այս օլիգարխների նկատմամբ եւ տեսնելով այդ ամեն ինչը իրան պատժեցին։ Իրանց հենց թիմակցին պատժեցին եւ հիմա իր թիմակիցը փաստացի մանտրաժ վիճակով ֆրֆռում է, որովհետեւ այս իշխանությունը հղպացած, լկտիացած, օլիգարխիացած իշխանությունն է, որը կապ չունի նախկինն իրանց խոստումների հետ, այն նախկինում իրանք որ վատ էին ապրում մինչև 2010 թվականը, այն կյանքը արդեն շուտ բանից փոխվել է։ Իրանք իրանց աղքատությունը հաղթահարել են իրանց գրպաններում ձեր հաշվին, հարգելի ժողովուրդ։ Ընդ որում շատ լկտի մակարդակի խափելով եւ այն նախկինների խափեությունները որ կային նախկինի վատերը չէ ուղղակի սրանք ավելացրին անգամներով սա է ամենախնդիրը։ Նա ազգային ժողովի նախագահ շարունակեր մնալ կանգնում ասում լավ այդ գերիները իրանք են մեղավոր լկտի աբար կանգնի ասի արցախցիները միջև վերջ պայքարին դե թող արցախցիները պայքարեին տարապես իրանց հաստատո կանգնի ասի լավ է ես պետք է լավ հակնեմ ես պետք է լավ գնամ ներկայանամ լավ բադայի պետք է լավ տժամ կարմիր գծերի վրա տեսեք Մայր Հայաստանը նայեք Մայր Հայաստանը բացատրում էր ասում էր հարգելի ժողովուրդ ջան այս մարդիկ կարմիր գծերով ուղղակի թալանի բան է մատերիալ են սարքելու մենք ասում ենք մարդիկ մտածում են մի շոտ մարդիկ մտածում են միգուցե այդ փողը վերցնեն դնեն Երևանի զարգացման վրա իրանք պաշտոնապես վերցեցին 2 միլիարդ եկամուտը 1 միլիարդը տարան իրանց գրպանները կողեցին սա պարզ այսինքն օրինական մակարդակի թալանով են զբաղվում եթե նախինները գոնե տակից էին անում որ չերևար մարդկանց ցույց սրանք օրինական են ասում եւ հպարտանում են այսինքն մարդիկ ցինիկ ժողովրդյան ձեր վրա ծաղրում են ձեռը առում ձեզ ո՞նց կարելի է բանը հանդուրժել հաջորդը տեսեք ասում են տրանսպորտի այսա տրանսպորտի գինը բարձրացնենք որպեսզի կարողանա տրանսպորտը տակից դուրս գա ուրեմն տեսեք մի բան
Ուրեմն Մայր Հայաստանը առաջարկեց ալենտրանքային ծրագիր։ Այդ ալենտրանքային ծրագիրը պոպուլիստական չէր։ Թբիլիսի քաղաքի ծրագիրը բարիս բունի մաստով մենք այնտեղ ուսումնասիրել էինք եւ իրանց հետ համագործակցել տեսել էինք բան, վերցել էինք ընդ որում, ասեմ ձեզ, Թբիլիսիում ինքնարժեք ավելի բարձր է տրանսպորտի կամ մեր մոտ։ Ինչու՞։ Որովհետեւ Հայաստանի Երևան քաղաքի մակերեսը մոտարապես 250 քառակուսի կիլոմետրի չափ է, Թբիլիսի մակերեսը մոտարապես 750, այսինքն մոտարապես 3 անգամն ու 3 անգամից էլ ավել մեծ մակերեսը, այսինքն ընդդեղի ավտոբուսներն ու տրոլեյբուսները մոտարապես 2-ից 3 անգամ ավելի շատ են գնում, շատ վառելիք են ծախսում, քան Երևանում։ Այսինքն տրամաբանական է, որ ընդդեղի ինքնարժեքը տրանսպորտի ավելի բարձր պետք է լինի, բայց մենք առաջարկում էինք իրանց մակարդակի բաներով, օրինակ ասենք 100 դրամը մնար, որտեղ ինքնարժեքը կազմում էր մոտ 65-ից 70 դրամ, մենք դա գիտեինք, դա մենք բան էինք արել։ Հիմա պարզվեց այս մարդիկ բուղակի 2 անգամ թանկացած։ Հիմա Հայաստանի տրանսպորտը մոտավորապես 2 անգամ ավելի թանկական վրա Թբիլիսի տրանսպորտը հարց։ Ինչու պետք է Թբիլիսի վրացին 2 անգամ ավելի էժան տրանսպորտով մանգա, քան Հայաստանցին։ Որովհետև ՔՊԱ-ականները ապաշխորեն տգետ են եւ թալանչի են։ Ձեր մոտ մենք քաղաքացիները շատ լավ գիտեն, մեկ աբոնեմենտը մեկ տարվա կազմում է բան 88000 դրամ, 90-80, իրանց մոտ կազմում է 35000 դրամ։ Հարց. Ինչի պետք է 35000 դրամ կազմի Վրաստանում, մեր մոտ կազմի 88000 դրամ։ Դա արդեն 2 անգամից այլ նույնիսկ ավել է, չէ՞ այդ բանը։ Հարց. Ի՞նչն է պատճառը։ Շատ պարզ, որովհետև մենք հանդուրժում ենք այս տիպի իշխանությանը, վրացիները չեն հանդուրժում տենց իշխանությանը։ Վրացիները իրանք ավելի քաղաքացիական ավելի բարձր գիտակցություն ունեն, դա համար իրանք միշտ էլ պայքարել են իրանց շահերի համար։ Մենք չենք կարողանում այդ խնդիրը լուծենք։ Մենք այդ իմաստով այդ խնդրեմ ունենք։ Հիմա դրա համար մեր քաղաքացին պետք է հասկանա, որ իր բարեկեցությունը կախված է բառացիորեն Իրանից։ Ինքը կարա լուծի, ինքը կարա նորմալ ընտրության ժամանակ անենց ուժ ընտրի, որը իրանք կենսամակարդակը կբարձրացնի, անվտանգության համակարգը կբարձրացնի, շատ բարձր խնդիր է այս ամեն ինչը։ Ես նույնիսկ եմ կրկնում, այս խնդիրները մեր ձեռքում է։ Եթե մենք կարողանանք այս խնդիրը լուծենք, մենք կլուծենք թե մեր երկիրը, տեսեք մի հատ ուրիշ բաներ ասեմ ձեզ։ Վրացիները դիասպորա ժողովուրդ չեն, այսինքն վրացիների մոտավորապես Վրաստանում ապրում է պաշտոնապես իրանց մոտ 3 միլիոն 800 000 մարդ, Վրաստանից դուրս մաքսիմում որ ապրում է մոտավորապես 700-800 000-ից մինչև 1 միլիոն վրացի, մաքսիմում, ասենց ասեմ։ Հայաստանում ապրում է պաշտոնապես 3 միլիոն մարդ, ու 2 միլիոն 900 քանի հազար մարդ։ Դրսում հիմա արդեն 15 միլիոնի մասին։ Ես չեմ ուզում 15 միլիոն ասեմ, ձևակերպենք մոտավորապես մինչև 9-ից 10 միլիոն մարդ։ Ես 9 միլիոն ամենաքիչն եմ ասում։ Այսինքն 3 բանը 3-4 անգամ շատ հայություն է ապրում։ Հայաստանում ապրում է մեր հայության 30%-ը, 33%-ն ապրում, չէ՞։ Հիմա դրսի հայերը հիմնականում բոլոր տարբեր երկրներում իրանք լավ համբավ ունեն եւ իրանք լավ են ապրում։ Այդ մարդիկ, որոնք լավ են ապրում, այդ մարդիկ նաեւ ինչ որ իմաստով կապված են Հայաստանից։ Մեծ մասը, sense ձևակերպենք, չէ՞։ Հիմա մենք ունենք դիասպորա ժողովուրդ, մենք դիասպորա ժողովուրդ ենք, ինչպես որ հերաները, ինչպես որ հույները, չէ՞։ Հիմա մենք կարող ենք այդ մարդկանց օգտագործել փողշահավետ սկզբունքը, ոչ թե մուրացկանի, եկեք մեզ փող տվեք, այլ փողշահավետ։ Մենք պետք է կարողանանք սարքենք վերջապես այնց համակարգ տնտեսական, որը օրինակ սարքել է Իսրայելը, որը սարքել է Հունաստանը, որը սարքել են Իռլանդիանա սարքել։ Թուրքում ինչ ասեց, ասեց ես ձեր հետ կապ չունեմ։ Մենք այդ խնդիրներ չենք կարող լուծենք։ Նախկինները կներեք անգրագետը ինչ էին լուծում այդ իրանք մուրացկանի կոնցեպտը ինչքան ներդրում ա եղել Քրքորյանը ինչքան փող բերես դրել Սամվել Կարապետյանը ինչքան փող բերես դրել Բան չունեմ ասելու բայց Ռաֆեշյանը ինչքան ֆունդամենտալ որակով կարողանանք շատ ոնց որ Իսրայելը ոնց որ Հունաստանը մեկ տես բան չեն կարծում այդ գաղափարախոսություն իրանց խորհրդի իսկ հիմա նայեք տեսեք հիմա այսօրվա դրությամբ ինչ են անում այս մարդիկ պարզապես կազմակերպում են սպյուրքը կազմակերպում ամենամեծ ներդրում անող ինչի են կազմակերպում ամենամեծ որովհետեւ Սամվել Կարապետյանին երկկողմանի թոքաբորբով տանում է նորից որովհետև ինքը դարձել է պրոքսի երկիր ասարկում հարևան Թուրքիայի համար եւ այդ Թուրքիան էլ շահավետ չի որ սփյուռք լինի, չէ՞։ Դուք գիտեք որ Ռուսաստանի այդ շարժող, արարող, ներդրող ամենահայտնի գործարանների բոլոր անունը ցուցակում է եւ մուտք չունեն Հայաստան կամ էլ ստորացնում են օթանավակայանում չեն թողնում մտնել։ Տեղյակ եք։ Բայց ես չեմ Այսինքն դուք ասեք ներդրում ինչի մասն է դա ամենախոշորների գլխին ասա։ Ես դրա համար եմ ասում, այս մարդկանց, այս խմբակի նպատակը հարգելի ժողովուրդ։ Ձեր կենսամակարդակի բարձրացումը չի, այս խմբակի նպատակը հարստանալն է ձեր հաշվին։
Հարստանալ ձեն հաշվին, Ասում են, հարկերի հաշվին, բան, իրանք չեն թանկցնում արդեն։ Իրանք կարմիր գծերից են փող աշխատում, իրանք տրանսպորտի թանկացումից են փող աշխատում, իրանք հարկերի բարձրացումից են փող աշխատում։ Դա շատ բարձր։ Վերջում էլ հա։ Գիտեք ինչի, որտեղ քանի որ մարսում են, իրանք հասկանում են, որ մարդուն կարելի է էշի տեղ դնել ու մարսել։ Եթե դու մարդուն էշի տեղից դնում մարսում ես, կներես վերջում իրանք այնքան են, որ մարդուն ասում են դու էշ ես, բայց հարց ես չեմ կարծում, որ մեր ժողովրդի մակարդակը այնքան ցածր է, որ հասկանա, որ մենք այնուամենայնիվ մենք ավանակ չենք։ Դա շատ կարևոր է։ Ես օրինակ եմ ուզում բերեմ, որ դուք պարզնին, էլի, հա։ Տեսեք, ես վերջերս մի հատ մեքենայով գնում եմ, միտեղ պետք է կանգնեի, տեղ չկար կանգնելու, մեկ էլ մի հատ տեղ կար ուզում եմ մեքենան կանգնացնեի, մեկ էլ հենց գարաժի վրա դիմա գրածեր ասել թե բանը գարաժից դիմաց չի կարելի կանգնել, ոչխարներին չի վերաբերվում դա։ Էդի որ կարտացի հոգեբանորեն այնց ազդեցին վրա, որ ես մի անգամից հասկացա, որ այստեղ հաստատ չի կարելի կանգնել, որտեղ ես հասկացա, որ դա ինքը կուլտուրական մարդկանց ասում որ չի կարելի։ Հիմա ես կոպիտ ասած չեմ ուզում այդ ձևով ձևակերպեմ, բայց մենք ժողովուրդ ջան, մենք ոչխար չենք։ Մենք պետքա իսկապես հասկանանք, որ մենք իսկապես մարդ ենք, քաղաքացի ենք, ունենք արժանապատվություն եւ ուզում ենք նորմալ ապրենք, անվտանգ ապրենք եւ պետք է ամեն ինչ անենք, որ իսկ առանց այս խմբակին հեռացնելու Հայաստանի իշխանությունից մենք չենք կարող այդ խնդիրը լուծենք։ Սա է խնդիրը։ Շնորհակալություն։